Բարերկու հարգելի ռուստադիտող, եթերում ռևոլյուցիան է։ Մոտ 4 տարի քաղաքացիական պատերազմում գտնվող Սիրիայում հունիսի 3-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով գործող նախագահ Բաշար ալ-Ասադը երրորդ անգամ դարձավ նախագահ մոտ 89% ձայներով։ Ընտրություններին նախորդած եւ հաջորդած օրերին ռմբակոծվեց Հալեպի հայկական նոր գյուղ թաղամասը, ըստ որոշ տեղեկությունների զոհերի թիվը հասնում է 1 տասնյակի։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ Ասադի հաղթանակը ընտրություններում։ Արդյոք այդ հաղթանակը կարող է դառնալ երկիրը ճգնաժամից հանելու հնարավորություն, թե հակառակը ավելի կխորացնի այն։ Եվ ամենակարևորը, ինչպես այս իրադարձությունները կազդեն Սիրիայում բնակվող մեծաքանակ հայերի վրա։ Ահա այս եւ բազմաթիվ այլ հրատապ եւ մեր հայրենակիցներին հուզող խնդիրների մասին կզրուցենք Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի հետ, ով ի դեպ նախկինում 10 տարի դիվանագիտական առաքելություն է իրականացրել Սիրիայում, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսի, ապա Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոններում։ Լևոն Սարգսյան ծնվել է 1959 թվականին Ստեփանակերտում, 1976 թվականին ավարտել է Ստեփանակերտի համար 2 միջնակարգ դպրոցը, 1977-ից 82 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնում, 1981-ից 82 թվականներին աշխատել է Ալժիրում որպես զինվորական թարգմանիչ, 1983-ից 85 թվականներին ծառայել է խորհրդային բանակում որպես զինվորական թարգմանիչ, 1986-ից 89 թվականներին սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1989-ից 91 թվականներին աշխատել է Լիբիայում որպես զինվորական թարգմանիչ, 1991-ից 93 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող, 1993 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, 1994-ից 98 թվականներին աշխատել է որպես Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, 1998-ից 2004 թվականներին աշխատել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, 2000-ից 2005 թվականներին համատեղությամբ աշխատել է Հորդանանի Հաշիմյան թագավորությունում որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, 2005-ից 10 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը Թունիսում եւ Ալժիրում, 2006 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2006 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում, 2007 թվականից նույն ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի հիմնադիր վարիչն է եւ Երևանի պետական համալսարանի աստվածաբանությանը կից մասնագիտական ֆակուլտետի խորհրդի նախագահն է, 2008 թվականի դեկտեմբերից Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահն է, 2010 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, 2010 թվականի մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է եւ մի շարք գիտական հրապարակումների եւ մենագրությունների հեղինակ, տիրապետում է հայերեն, ռուսերեն, արաբերեն, ամուսնացած է, ունի 2 զավակ։ Բարերեկո պարոն Սարգսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր կխոսենք Սիրիայի մասին, որտեղ շատերին հետաքրում է ինչ վիճակ է տիրում եւ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Այնուամենայնիվ անդրադառնալով Սիրիայի նախագահական ընտրություններին, պարոն Սարգսյան, ոմանց կարծիքով Բաշար ալ-Ասադի հաղթանակը կարող է ճգնաժամը ավելի խորացնել երկրում, ոմանք էլ կարծում են, որ հակառակը կարող է նրա միջոցով հաղթահարվել այդ երկրում տիրող վիճակը։ Արևմուտքը դատապարտել է հատկապես G7-ը դատապարտել է եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները, Ռուսաստանը ընդհակառակը ողջունել է։ Որ տեսակետի կողմնակիցն եք, ինչ կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում գիտեք ինչ, հիմա կարևոր չի ով է հաղթել Սիրիայում նախագահական ընտրություններում, Բաշար ալ-Ասադը թե մի այլ
Բայց կարևորը նա է, որ այսօր Սիրիայում գոնե կա իշխանություն, որտեղ փորձը ցույց է տալիս, որ որոշ երկրներում մենք կարող ենք նաև օրինակներ բերել, օրինակ Աֆղանստանում, Իրաքում եւ այլն, երբ որ կենտրոնական իշխանությունները դադարում են իրենց գործառույթները նորմալ կատարել, վիճակն ավելի է վատթարանում։ Այս տեսակետից, որ ասենք նախագահական ընտրություններ են կայացել եւ ընտրյալ նախագահ կա Սիրիայում, ես դա որպես դրական գործոն եմ գնահատում։ Ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, որտեղ այնուամենայնիվ այս տարիների ընթացքում բազմաթիվ տասնյակ հազարավոր զոհեր եղան, ընտրությունների այս ցուցանիշները, հա, այսպես մեծ ֆոկուսային հարաբերակցությամբ անցնելը ամեն դեպքում դիտորդները, որոնք որ մասնակցել են ընտրություններին, հայտարարել են, որ ընտրությունները թափանցիկ են անցել եւ խախտումներ չեն եղել։ Ու կարող է իհարկե ինչ որ խախտումներ եղել են, ինչ որ ասենք թվերի ուռճացում եւ այլն, բայց չեմ կարծում, որ էական ինչ որ հավելումներ եղած են։ Ես ինչքան հասկացա, արևմուտքը դատապարտել է, որովհետև անք հայտարարեցին, որ որոշ շրջաններ գտնվում են այսպես կոչեցյալ ընդդիմադիրների իշխանության տակ եւ այնտեղ ընտրություններ տեղի չեն ունեցել, միայն այս տեսակետից։ Իսկ ընտրությունների ընթացքը եւ ամենայն դեպս ներկա գտնվող նորից եմ կրկնում բոլոր դիտորդները հայտարարել են, որ թափանցիկ են անցել եւ նորմալ ընտրություններ են եղել։ Ում է այսօր պատկանում իշխանությունը Սիրիայում, եթե փորձենք քաղաքական կատեգորիաներով խոսել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող քաղաքական ուժը, բասը ըստ էության գրեթե չկա։ Ինչ է իրենից ներկայացնում այսօր Ասադի ռեժիմը, ում է պատկանում իշխանությունը։ Գիտեք, ես մի քիչ ավելի զգուշ կլինեի իմ որակումների մեջ ռեժիմ եւ այլ բառեր չէի օգտագործի, բայց ամեն դեպքում այսօր ռեալ, ասինքն այն բոլոր տարածքները, որոնք որ վերահսկվում են կառավարական ուժերի կողմից, իշխանությունը պատկանում է նախագահին։ Միանշանակ։ Պարոն Սարգսյան, ընտրություններին նախորդող եւ հաջորդող օրերին ռմբակոծվեցին Հալեպի հայաշատ թաղամասերը, կան տասնյակ զոհեր, ստույգ թիվը կարծես թե դեռևս հայտնի չէ։ Ինչ վիճակ է տիրում այնտեղ, կարող եք ներկայացնել, հա։ Հիմա ամեն դեպքում մենք ամեն օր արտգործնախարարությունը ամեն օր կապի մեջ է, ամենօրյա կապի մեջ է, օրական մի քանի անգամ մենք կապվում ենք եւ ազգային իշխանությունների հետ Հալեպի եւ մեր դիվանագիտական ներկայացությունների հետ։ Իմիջիալոց նշեմ, չգիտեմ, ասենք բոլորը գիտեն թե չէ, Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացությունը դա Հայաստանի Հանրապետության գլխավոր պատասխանատվությունն է։ Ուրիշ որևէ մի այլ երկրի դիվանագիտական ներկայացություն, հա, այս պատերազմական այո, վերջի դիվանագիտական ներկայացությունը եղել է մեր գլխավոր հիպատոսությունից բացի, եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հիպատոսությունը, որը որ էվակուացվել է 2 տարի առաջ։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք։ Ինչ վիճակ է տիրում զոհերը, որտեղ խոսում է։ Զոհերը տարբեր աղբյուրներից, ասում են 5-ից 7 հոգի զոհվել են, 10-15 հոգի էլ վիրավորվել են։ Այսօրվա դրությամբ մենք կապվել ենք Հալեպ եւ մեր այս դիվանագիտական ներկայացությունների ղեկավարների հավաքի ժամանակ ներկայ էր նաեւ Հալեպում գլխավոր հիպատոսը Տիգրան Գևորգյանը, այսօր ինքն էլ մեկնելուց առաջ մենք հանդիպեցինք, նա ասաց, որ այսօր համեմատաբար խաղաղ է, ռմբակոծումների այդքան էլ շատ չեն եւ բայց եկեղեցում դեռևս Սուրբ Աստվածածին եկեղեցում դեռևս մի 250 հոգի մնացել են եկեղեցում։ Խոսում էր, որ սննդի կարիք կա, որտեղ արդեն ժամկետած սնունդ է այդ նոր գյուղում, որ ռմբակոծված դեղորայքի խնդիր կա, ինչ է արվում։ Սննդի խնդիր իհարկե կլինի, եթե երկրում քաղաքացիական պատերազմ է գնում, իհարկե սննդի խնդիր կլինի, իհարկե ջրի խնդիր կլինի, էներգիայի խնդիր կլինի, բայց դա միայն հայերի համար չէ։ Ես ուղղակի կուզեի նշել, որ հանկարծ թյուր սխալ տպավորություն չստեղծվի, որ ասենք նույն ընտրությունների նախօրյակին կամ հետո այդ հարվածները ուղղված են եղել միայն հայերի դեմ։ Այդպիսի բան չկա։ Այդ հայաշատ թաղամասեր են, բայց այնտեղ միայն հայեր չի որ ապրում են։ Ինչով էր պայմանավորված, ինչու հենց Քեսաբ, ինչու Լաթակիա, տարբեր կարծիքներ կան, ինչու հենց այդ։ Գիտեք, Քեսաբը ընդհանրապես միշտ վիճահարույց տարածք էր։
Թուրքիայի եւ Սիրիայի միջև։ 36 թվականին, եթե ես չեմ սխալվում, Ալեքսանդրեթի գավառ կար, սանջակ, որ ասում են, երբ որ Ֆրանսիան դա տվեց Թուրքիային, կարծեմ նաև Քեսավն էր այդ ծրագրի մեջ, ու ճշտված տվյալներով ամեն դեպքում բոլորն ասում են նույնիսկ Սիրիական բարձրաստիճան պաշտոնյաները, որ ժամանակին կարդինալ Աղաջանյանի միջնորդությամբ Քեսավը մնաց Սիրիայում։ Ասենք միշտ վիճահարույց է եղել եւ իրանք պայմանագիր ունեին, իհարկե Թուրքիան խախտեց պայմանագիրը, որտեվ այնտեղ սահմանի երկու կողմերում ըստ պայմանագրի զորքեր չպետք ունենային։ Կա տեսակետ, որ այդ ինչու Քեսաբից են սկսվեց, որ դա պայմանավորված էր ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի առկայությամբ։ Չէ, Քեսաբում ռուսական ռադիոտեղորոշիչ կայան չկա։ Եթե ռուսական բազայի մասին է, ոչ, եթե ռուսական բազայի մասին է խոսքը, դա Սիրիայի Տարտուս քաղաքում է։ Ինչով էր Քեսաբը Լաթակյան կարևոր Սիրիայի նախագահի համար, որտեղ նաև ասում են, որ թուլացնելու համար Սիրիայի նախագահի պաշտպանական դիրքերը թուլացնելու համար։ Բոլորս գիտենք, որ Սիրիայի նախագահը բոլորս գիտենք, որ Սիրիայի նախագահը ծննդով Լաթակիայից է, Լաթակիայի գյուղերից է։ Ասենք ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սիրիայի նախագահը ցակումով Ալավի է եւ ալավիական շրջանները գյուղերը եւ այլ տեղակայություն Լաթակիայում, այսինքն Լաթակյան համարվում է Սիրիայի նախագահի հենահաներից մեկը։ Այս թեկուզ դրանով էր պայմանավորված, ու բացի դրանից, քանի որ նորից եմ կրկնում, Թուրքիայի եւ Սիրիայի միջև պայմանագիր կա, որտեղ ըստ որի սահմանի երկու կողմը միայն անցակետեր պիտի լինեին, զինվորական որևէ մի այլ, ասենք, զորանոց կամ մի այլ հիմնակետ չպետք լիներ, բնական էր թույլ էր եւ այդտեղից այսպես կոչեցյալ ընդդիմադիրները մտան։ Այսինքն ձեր կարծիքով դա բոլորովին ուղղված չէր կոնկրետ հայերին։ Ոչ, ես կարող է ինչ որտեղ կար ուղղվածություն, որտեվ ամեն դեպքում Թուրքիայի սահմանն է, ամեն դեպքում Թուրքիան զինվել է։ Այո, այդ ընդդիմադիրների շարքերում կան եւ թուրքեր, ասում են, որ այնտեղ բան կա, խմբավորում կա, Ջաբհաթ Նասրա, դա այնտեղ նաև ազերիներ կան, բայց որ 100% եւ ուղիղ ուղղված լիներ հայերի դեմ, դա այնքան էլ ճիշտ չէ ու համաձայն չեմ։ Մենք ինչ օգնություն ենք ցուցաբերել։ Մենք, ասենք, Սփյուռքի նախարարությունը կա, գիտեք, նաև կա միջգերատեսչական հանձնաժողով, որ զբաղվում է Սիրիայի հարցերով, ինչ որ հնարավոր է, ինչ որ կարող ենք, մենք անում ենք։ Պարոն Սարգսյան, որքանով է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը առհասարակ ազդում աշխարհի տարբեր երկրներում սփռված մեր հայ համայնքների վրա, ասենք, հատկապես Մերձավոր Արևելքում բնակվող հայերի վրա, հայկական համայնքի նկատմամբ վերաբերմունքի, օրինակ, այս կամ այն աշխարհաքաղաքական կուրսը ընտրելուց, օրինակ, ասենք, Մաքսային միություն կլինի, Եվրասիական տնտեսական միություն կլինի, կամ որևէ, հա, դեպի Ռուսաստան, դեպի Արևմուտք կողմնորոշումը։ Ցանկացած հարցում միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի քաղաքականությունը, երբ որ ընտրվում է քաղաքական գիծ, աշխարհաքաղաքական, ինչպես դուք ասացիք, միանշանակ հաշվի է առնում հայ համայնքների գոյությունը այս կամ այն երկրում։ Որտեվ եթե մենք հայտարարում ենք, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, ուրեմն նաև պատասխանատվություն ենք կրում։ Ուրեմն նաև պատասխանատվություն ենք կրում այս կամ այն երկրում գտնվող հայ համայնքի նկատմամբ։ Եթե մենք հետևաբար օրինակ որ Հայաստանը ընտրեց դեպի Մաքսային միություն գնալու ճանապարհը Եվրասիական տնտեսական միության մեջ մտնելու գաղափարը, դա ինչ ազդեցություն ունեցավ։ Ես չեմ կարծում, որ դա առանձնապես ազդեցություն կունենա, հատկապես ասենք Մերձավոր Արևելքի գտնվող հայ համայնքների հարցում, դա այլ նկատառումներով ընտրվեց Եվրասիական միության կամ Մաքսային միության ընտրությունը, մտնելը, դա անվտանգության, Հայաստանի անվտանգության խնդիր էր, որ մենք որևէ կերպ չի անդրադառնում այդ կողմնորոշումը համայնքների վրա։ Ոչ, չեմ կարծում, որ համայնքների վրա այդ կողմնորոշումը անդրադառնա, որովհետև ես հասկանում եմ ձեր հարցը,
եթե դա անդրադառնար նույնիսկ, դա պետք է անդրադառնար, ասենք ոչ թե մերձավոր արևելյան մեր համայնքների վրա, այլ ասենք Եվրոպայում կամ Արևմտյան Եվրոպայում գտնվող համայնքների վրա, որ չեմ կարծում, որ դա ինչ-որ նշանակություն կունենա, ամեն դեպքում, համենայն դեպս այդ նույն եվրոպական երկրները գիտեք ինչ արժեքներով են կողմնորոշում եւ հայտարարում։ Եթե պետք է Հայաստանի հայ համայնքի վրա ինչ-որ ազդեցություն ունենա, ապա իրենց հայտարարած արժեքները որ ինչով են կողմնորոշվում, կերծեն։ Ինչպես է կողմնորոշվում։ Այսինքն Այդ որ ասում եք, ձեզ հայտնի է ինչպես են կողմնորոշվում այդ եվրոպական։ Հա, չէ, իրանք մարդու իրավունքների թեկուզ։ Իրանք մարդու իրավունքները համարում են ամենաբարձրը, ճիշտ է։ Մենք ոչ։ Մենք էլ ենք համարում։ Չէ, մենք էլ ենք համարում։ Դուք հարցայել հարթություն տարաք։ Դուք հարցայել հարթություն տարաք, ոչ, դուք հասցիք Հայաստանի քաղաքականությունը ինչպես պետք է անդրադառնա, ես էլ փորձեցի հարցին պատասխանել։ Մեջբերում եմ ձեր հարցազրույցներից մեկից մի խոսք, եթե այդ երկրում քաղաքացիական պատերազմ է, ինչ կարող ենք մենք անել։ Պաշտոնական մակարդակով կատարված, այսինքն առարկայական քայլը այն էր, որ խորհրդարանական պատվիրակություն Հայաստանից այցելեց Լաթաքիա, որը ի դեպ սիրահարների տարբեր գնահատականներին արժանացավ, օրինակ մի մասի կարծիքով, որ դա ոչ թե նպաստել է խնդիրների լուծմանը, այլ ավելի վատթարացել է իրավիճակը, որովհետև Հայաստանի պատգամավորները հանդիպեցին նախագահի հետ, ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի Սիրիայի, եւ դա առաջացրեց ընդդիմության զայրույթ, այսպես ասենք։ Ես չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, բավականին դրական էր այդ պատգամավորների այցը Սիրիա։ Ինչով, պարոն Սարգսյան, ինչով է դրական։ Թեկուզ նրանով, որ գնացին, հանդիպեցին մեր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իմացան ինչ խնդիրներ ունեն, ինչով կարող են օգնել, եւ որոշակի օգնություն ցուցաբերվեց։ Ու բացի դրանից մեր պատվիրակության անդամների մեջ մարդիկ կային, որոնք հետագայում կապվեցին Մոսկվայի մեր համայնքի ներկայացուցիչների հետ եւ այնտեղ էլ որոշակի միջոցներ Պարոն Սարգսյան, Սիրիայի մասին, այս դեպքերի մասին, երբ որ խոսվում է, սիրիահայերից նաև ասում են, ինչու Հայաստանի իշխանությունները նաև չեն զրուցում, այսպես ասենք, հա, կապեր չեն պահում նաև Սիրիայի ընդդիմության հետ եւ կամ ասենք Արաբական լիգայի հետ, ինչու չեն աշխատում այս ընթացքում, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ մեր հայերին։ Գիտեք ինչ կա, Հայաստանի ղեկավարությունը, արտգործնախարարությունը եւ իմիջիալոց նաեւ ես չգիտեմ այդ տեսակետները ովքեր են արտահայտում եւ այլը, նույն մեր համայնքը աշխատում է միշտ ինչքան հնարավոր է չեզոքնել։ Իսկ արտգործնախարարությունը իր աշխատանքը կատարում է, բավականին լուրջ աշխատանք է կատարում, բայց գիտեք, կներեք, ամեն ինչ չի որ կարելի է եթերում եւ բարձրաձայն հայտարարել։ Ձեր կարծիքով ինչ կարող է անել Հայաստանը եւ ճիշտ չէ, ասենք օրինակ, տեսեք, Արամ կաթողիկոսը դեպքերը, երբ որ նոր հազարգանում էին ու մարդիկ ասում էին կոչ էին անում որոշ անհատներ, որ պետք է հայերը տեղափոխվեն Հայաստան, Արամ կաթողիկոսը ասում էր ճիշտ է, որ նրանք մնան եւ պաշտպանեն հայրենի հողը։ Հիմա արդեն գնալով ավելի սրվում է իրավիճակը, ինչ է պետք անել, հայերը պետք է տեղափոխվեն, պետք է մնան, ինչ պետք է անեն։ Գիտեք, դա ամեն անհատի կամքի ցանկության խնդիրն է։ Ամեն դեպքում հիմա Հայաստանում մոտ 15000 սիրիահայեր կան եւ պետությունը ամեն կերպ ջանք չի խնայում նրանց օգնություն ցույց տալու կամ տեղավորելու համար։ Այսինքն, եթե հիմա սիրիահայերը այնտեղից պիտի տեղափոխվեն, խնդրեմ, ես կարծում եմ մեր հայրենիքի դռները բաց են սիրիահայերի առաջ, բայց իրանք են նաեւ մեծ մասը իրանք են, որոնք որ չեն ուզում տեղափոխվել, այո, չեն ուզում, չեն վստահում Հայաստանին, Չէ, ներողություն, իսկ ինչու անպայման չեն վստահում Հայաստանին։ Մարդիկ 3-4 սերունդ այնտեղ ապրել են։ Բայց օրինակ գերադասում են գնալ եվրոպական որևէ երկիր կամ այլ ուղղությամբ, բայց ոչ Հայաստան, չէ՞, գիտեք, ես կարծում եմ այդ տեղեկությունները տվյալները այնքան էլ ճշմարտությանը չեն համապատասխանում։ Հիմա, ասենք, սիրիահայ Հայաստանում շատ ավելի շատ կա, քան թե ինչ որ Եվրոպայում կամ չգիտեմ որտեղ։ Գուցե Լիբանանում որոշ քանակ կա։ Մարդիկ տեղափոխվել են Լիբանան հույս ունենալով, որ հետագայում հետ պիտի գան իրենց տները, իրենց օթևանները։ Բայց ով է ասել, որ մեզ
քանակությամբ Սիրիա հայեր տեղափոխվել են Եվրոպա։ Ես առաջի անգամ եմ լսում։ Պարոն Սարգսյան, դեռևս կարծես Սիրիայում այդ հակամարտության լուծումները չեն երևում, ելքերը չեն երևում, հա։ Չեք կարծում կամ մտավախություն չունեք, որ այնուամենայնիվ այն կարող է տարածվել եւ Լիբանան հասնել, որտեղ այնտեղ էլ կարծես սուր իրավիճակ է։ Լիբանանում միշտ սուր իրավիճակ է եղել, եւ Լիբանանի կայունության գրավականը միշտ եղել է Սիրիան։ Դե հիմա Սիրիայում եթե այդպիսի իրավիճակ է, իհարկե վտանգ կա։ Իհարկե վտանգ կա, բայց ես կարծում եմ, որ նաև բոլորը դա հասկանում են եւ ասենք ոչ միայն Սիրիան, նաև տարածաշրջանի մնացած երկրները կարծում եմ դա հասկանում են եւ կաշխատեն ամեն կերպ այնպես անել, որպեսզի այդ ասենք կրակը հրդեհը ասենք չտարածվի տարածաշրջանի մյուս երկրներ։ Դուք որպես նաև պատմաբան ինչ եք կարծում, ինչ ելք կունենա, ինչպես կհանգուցալուծվի այս հակամարտությունը, որքան կտևի, ինչ է լինելու։ Գիտեք, դա բավականին դժվար հարց եք տալիս եւ ես դժվարանում եմ պատասխանել։ Չեմ կարող ասել ինչքան դա կարող է տևել։ Բայց որ արդեն երկրի վիճակը ահավոր ծանր է, որ երկիրը երևի մի 15-20 տարվա, նույնիսկ 30 տարվա կարիք կունենա վերականգնվելու համար դա փաստ է։ Այստեղ կարևորը, ասենք, քաղաքական իրավիճակի կայունացումն է։ Այս իշխանությունները կկարողանան արագ տեմպերով դա անել, թե չէ։ Գիտեք, քաղաքական կայունության խնդիրը միայն իշխանությունների խնդիրը չի, նաև ընդդիմության խնդիրն է։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ հիմա ուղղակի Սիրիայում, ասենք, լուրջ քաղաքական ընդդիմություն այսպես չկա, տարբեր խմբավորումներ են։ Սա է դժվարացնում վիճակը։ Ձեր գնահատմամբ փաստորեն ձեր գնահատմամբ ուզում եմ հասկանալ, որ կառույցներն են հայաստանյան ավելի հետևողական աշխատանք տանում։ Հայաստանի Հանրապետությունը, եկեղեցին, ավանդական կուսակցությունները, ասենք, դաշնակցությունը, այսպես որն է ավելի։ Գիտեք, բոլորն են միասին մի նպատակի համար են աշխատում։ Ես ձեզ օրինակ կբերեմ։ Հայ հեղափոխական դաշնակցության օգնիր եղբոր այդ կազմակերպությունը, երբ որ երկու ինքնաթիռ օգնություն ուղարկեց, բոլոր կառույցներն էլ օժանդակեցին դրան։ Բոլոր կառույցները եւ արտգործնախարարությունը օժանդակեց, եւ Սփյուռքի նախարարությունը օժանդակեց, եւ եկեղեցին օժանդակեց։ Եվ մեր հիմնադրամը օժանդակեց բավական ուշ Փյունիկը։ Այսինքն, երբ որ նպատակ է դրվում օգնել ու դրված է նպատակը, բոլորը միավորվում են։ Բայց հայտարարություններով այնպես չի, որ միավորված են բոլորը։ Օրինակ Հայաստանի Հանրապետության նախագահը ասաց, որ մենք որևէ ձևով կողմ չենք, երբ որ նույնիսկ այստեղից հնչեցին կոչեր ինչ-որ խմբավորումների կողմից, թե գնանք քեսաբում կռիվ անենք եւ այլն, այսինքն մենք որևէ ձևով կողմ չենք։ Դաշնակցությունը մի ուղղությամբ է իր հայտարարությունները տանում, հատկապես հիմնականում Թուրքիային մեղադրելով, որ հայերի նկատմամբ է կոնկրետ, հա, այդ Բայց դրանք քաղաքական հայտարարությունների մի բան են, օգնությունը մի այլ բան է։ Իհարկե, հայ հեղափոխական դաշնակցությունը իրավունք ունի ինքը առանձին հայտարարություն անելու։ Դե դա էլ է աշխատանք տանելու մեջ մտնում, դա էլ է որոշակի աշխատանք։ Բայց օրինակ հիմա դուք ասում եք արտգործնախարարությունը շատ բան անում է, բայց հիմա հիշում եմ արտգործնախարարության կողմից միևնույն արտահայտություն է։ Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է։ Ոչ ավելին, սա նորմալ է։ Այո, նորմալ է։ Իսկ ուրիշ ինչ հայտարարություն։ Ես հասցեատերը չեմ տեսնում, նույնիսկ ում էր ուղղված սա։ Ինչու հասցեատեր չեք տեսնում, հակամարտության կողմերին է ուղղված, բաց չէ։ Միշտ կոչ ենք արել։ Իսկ այդ ինչ-որ խմբավորումներ, որոնք որ հայտարարեցին, պետք է հավաքագրվեն, գնան, քեսապ, կռվեն եւ այլն, դա լուրջ եք համարում։ Այսինքն կարող էին հավաքագրվել եւ մի 15, 20, նույնիսկ 50, 100 հոգի գնալ ու քեսապն ազատել, եւ ասենք Հայաստանի նախագահը կամ Հայաստանի կոչերը անում։ Չգիտեմ, այլ կոչանողին է պետք հարցնել, ինչու համար։ Այս պայմաններում, ներկա պայմաններում դուք լուրջ եք համարում, որ 100-150 հոգի։ Չէ, լուրջ չեմ համարում իհարկե։ Դու բավարար լուրջ եք համարում, ինչ եք հարց տալիս։ Իսկ արտգործնախարարության այս, ասենք, լուր լինելը դա տակտիկա է, թե
բնավոր խասյաթ էսպես ասած։ Չէ, բնավորություն ունել չի կարող, նախարարությունը բնավորություն ունենալ չի կարող։ Նախարարությունը պետք է նպաստի եւ աշխատի իր երկրի, որը եւ անում է։ Ելքերը ինչ կարող է լինել, ինչ խորհուրդ կարող ենք տալ մենք մեր հայրենակիցներին, պարոն Սարգսյան։ Որտեւ պատերազմական իրավիճակը կարծես թե շարունակվելու է, դուք եք ասում հայտնի չէ թե ինչով կարգվի, ինչ կարող ենք մենք խորհուրդ տալ այս պահին մեր հայրենակիցներին այնտեղ։ Մեր հայրենակիցներին կարող ենք խորհուրդ տալ ողջամիտ որոշումներ ընդունել ու կարող ենք ասել, որ Հայաստանի դռները միշտ էլ բաց են իրենց համար, եթե գան, մենք իրենց կընդունենք։ Մարդու ճակատագրի խնդիրը մենք չենք կարող իրենց խորհուրդ տալ, ասել մնացեք կամ եկեք։ Ամեն մարդ ինքը իր համար պիտի դա այդ որոշումը կայացնի։ Բայց պետք է նաև պետությունը, հա, հայրենիքը իր անընդհատ կոչերը անի, թե մենք մի քիչ վախենում ենք կոչ անել, որ եկեք այստեղ։ Չէ, մենք ինչու ես արեց քանի անգամ։ Ես կարծում եմ Սփյուռքի նախարարն էլ է մի քանի անգամ արել։ Ասում եմ եկեք, թող գան Հայաստան, եթե ցանկություն ունեն։ Գալիս, օրինակ Արամ Կաթողիկոսը մեր տաղավարում մի հավերժին հարցազրույցի ժամանակ ասաց, որ Սփյուռքը այնուամենայնիվ անվստահություն ունի Հայաստանի նկատմամբ եւ հայաստանցիների մոտ այսպիսի տեսակետ կա, կարծես թե հաստատեց նաեւ վեհապարը, որ սփյուռքահայերի համար Հայաստանը ինչ որ պատմական հայրենիքի մի կտոր է, մնացորդ է կամ տուրիստական երկիր է։ Չեք կարծում, որ պետքա վերանայել այդ դերը վերարժևորել ի վերջո ինչ է հայրենիքը։ Իհարկե պետք է, եթե այդպիսի մտածողներ կան, այդպես մտածողներ կան, որ Հայաստանը պատմական հայրենիքի մի կտոր է, դու բոլորս էլ գիտենք, որ պատմական Հայաստանի 1/10 մասն է, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն այդտեղ որևէ խնդիր կամ վիճահարույց բան չկա։ Իսկ եթե տուրիստական, բայց ինչու տուրիստական, եթե մարդիկ ցանկանում են գալ եւ իրենց հայրենիքում ասենք մի ամիս կամ երկու ամիս, մի շաբաթ կամ երկու շաբաթ անցկացնել, ինչ վատ բան կա դրա մեջ։ Վատ բան չկա, բայց երբ որ դա է միայն։ Ինչու է միայն դա։ Տեսեք ինչքան սփյուռքահայեր կան այստեղ, որոնք որ եկել են, տեղափոխվել են, վերջնական։ Շատերը նաև հետո դժգոհություններ կան, հա։ Դժգոհություններ, ասենք, բիզնես միջավայրի առումով, ներդրումներ կատարելու իմաստով։ Ես գիտեք, բիզնես միջավայրի առումով ներդրումներ կատարելու իմաստով ես առանձնապես դժգոհություններ չեմ նկատել։ Ես դեռ Հալեպում աշխատելու տարիներին, երբ որ գալիս էին, երբ որ դժգոհում էին եւ այլը, ես մի հետաքրքիր փաստ էի արձանագրել, իհարկե մեծածավալ ներդրումների մասին չի խոսքը, փոքրացավալ ներդրումներ եւ այլը, ոնց պարզում էր, որ իրանք հիմնականում գալիս եւ այստեղ աշխատում էին գործակցել կամ գործակցում էին իրենց հարազատների հետ, որոնք որ 46-47 թվականներին 66-67 թվականներին են վերադարձել, վստահում էին ամբողջությամբ ինչ որ խնդիրներ էր առաջանում, բայց լուրջ դժգոհություններ ես չեմ տեսել, ասենք, որ ինչ-որ մի սփյուռքահայ լուրջ մեծ ներդրում արած լինի ու խաբված Հայաստանում։ Կարող եք օրինակ բերել։ Դա այդպիսի դեպքեր կային։ Օրինակ։ Ձեզ էլ էին ասում, չէ՞, ինչ-որ հարցերում մեղադրում էին։ Ինչու՞մ բայց։ Որոշ սփյուռքահայեր, չէ։ Այսինքն տարբեր դժգոհություններ կան։ Հիմա դատավարություն են նույնիսկ գնում որոշ տեղերում, որոշ դատարաններում դատական պրոցեսներ են տեղի ունենում։ Ես չեմ ասում, որ մեծ քանակություն է, բայց կա, չէ, վախ այստեղ ներդրումներ կատարելու։ Գիտեք ինչ կա, ես կարծում եմ ոչ թե վախ կա։ Ու դա միայն Հայաստանին կամ հայ սփյուռքին չի բնորոշ։ Ես ասենք կարդացել եմ, հետաքրքրվել եմ, չէ, լուծել եմ, գիտեք, Սիրիան էլ բավականին լուրջ սփյուռք ունի, ավելի մեծ, քան թե Հայաստանը։ Լիբանանն էլ լուրջ սփյուռք ունի, ավելի մեծ, քան Հայաստանը։ Նույն, ասենք, լիբանանցի իմ ընկերների հետ եմ խոսել, սիրիացի իմ ընկերների հետ եմ խոսել, նույն վերաբերմունքն է, փաստորեն, բոլոր սփյուռք ունեցող, հա։ Այո, ու գիտեք, ես եկել եմ այն եզրակացություն, Ռուսաստանի ընկերների հետ եմ խոսել, հիմնականում դժգոհում են կամ բողոքում են նրանք, ովքեր որոնք որևէ բան չեն անում, ու իրենց չանելը փորձում են դժգոհությամբ վարդարացնել։ Չեն գալիս Հայաստան, չեն ուզում Հայաստանում աշխատեն, ինչ-որ պատճառներ են բռնում, երբ որ կողքից ասում են, ինչու դուք ձեր հայրենիք չեք գնում, չեք աշխատում, ինչու ձեր հայրենիքին չեք օգնում։
Նախագահը օրինակ վերջերս դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ նաև ասաց պահանջ ներկայացվեց հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության հետ հետագա համագործակցությունը, անդամակցությունը, որ դեսպանները այսուհետ նաև պետք է կարողանան ներկայացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի ներդրումներ ներգրավեն։ Ինչպես է դա արվելու ի վերջո։ Դա միշտ էլ արվել է եւ նախագահը առաջի անգամ չի ասում եւ բոլոր նախագահներն են միշտ այդ հարցը դրել են, միշտ էլ դեսպանությունները այդ ուղղությամբ աշխատել են։ Ուղղակի նախագահը նկատի ուներ, որ պետք է ավելի ակտիվացնել։ Այսինքն գործունեությունը ավելի մեծացնել։ Միշտ էլ արել ենք դա։ Միշտ էլ արել ենք։ Պարոն Սարգսյան, ռեգիոնում իր մարտահրավերները գնալով ավելի շատանում են, աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է շատ։ Հայաստանում ես ուզում եմ հասկանալ, որտեղ առիթ չի եղել դեռ արտգործնախարարությունից որևէ պաշտոնյայի Բարձրության պաշտոնյայի հետ խոսել, հասկանալ, արդյոք մենք հիմա այս նույն մերձավոր արևելքում տեղի ունեցող պրոցեսների ժամանակահատվածում ինչ որ սցենարներ քննարկում ենք, թե այս զարգացումների դեպքում, սցենարի այս զարգացման դեպքում Հայաստանը ինչ դիրքորոշում պետք է ունենա, որ սցենարով պետք է զարգանա, թե մենք այսպես ոնց որ մեզ մատնել ենք աշխարհաքաղաքական այդ քմահաճույքին Ոչ, ով է ասել։ Ով է ասել։ Մենք ունենք, այսինքն Իհարկե ունենք, բացի արտգործնախարարությունից նաև նախագահանքի անվտանգության խորհուրդ ունենք, որտեղ ավելի լուրջ հարցեր են քննարկում, ուղղակի չեն հրապարակում եւ չպետք է հրապարակվեն։ Նույն այդ քննարկումները արտգործնախարարություն չպետք է մենք դա հրապարակենք։ Բայց ասինքն մենք կամայական ուղղակի պատահական բան չենք անում։ Հիմա ասենք այս սցենարի դեպքում, երբ որ պատերազմը շարունակվում է, եւ կա այսինքն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի հետագայում կարող Լիբանանի խնդիր, Պարսկաստանի հետ հարաբերությունները, Արևմուտք, Ամերիկա-Պարսկաստան հարաբերությունների զարգացման դեպքում մենք Հայաստանը ինչ սցենարով, ինչպես պիտի ընթանա։ Ինչ դիրքորոշում պետք է ունենա։ Ամենայն դեպս մշակված դիրքորոշումներ կան, որ Հայաստանը կընդունի դա եւ կանի։ Հասկացեք, եթերում չի կարելի այդպիսի հարցեր քննարկել եւ այդպիսի հարցեր տալ։ Պարոն Սարգսյան, ուզում եմ եկեղեցու մասին հարցնել, հատկապես որ դուք նաեւ եկեղեցու պատմություն եք դասավանդում։ Այո։ Համալսարանում։ Ուզում եմ նույն հարցը նաև վերջերս առիթ որ ունեցա Արամ Կաթողիկոսին հարցրեցի։ Ինչ է կարծում Հայաստանի հասարակությունը եւ իշխանությունները այս անկախության տարիների եւ այլ։ Իսկապես բովանդակային առումով քրիստոնյա են, թե ֆորմալ են այդ քրիստոնեական արժեքները մեզ մոտ։ Չէ, գիտեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Իհարկե քրիստոնյա են եւ քանի գնում ավելի են քրիստոնյա դարձնում, դուք մի մոռացեք դառնում։ Արարքներում թե այսինքն արարողակարգային բաներում ասենք։ Չէ, ինչու միայն արարողակարգային։ Ինչու միայն արարողակարգային։ Այդ դուք դպրոցական երեխաների հետ մեկը շփվեք, դպրոցականների, ուսանողների հետ։ Տեսեք օրինակ լուրջ հավատացյալներ են, մեծ մասը հավատացյալներ են։ Ուղղակի այդ 70 տարին, 70-80 տարին, երբ որ եկեղեցին լրիվ անջատված էր, ասենք ոչ թե անջատված էլ, այլ լրիվ մեկուսացված էր հասարակությունից, դա իր դերակատարություն ունեցել է։ Հիմա նոր մեր հասարակությունը կամաց վերադառնում է իր նախկին արժեքներին։ Չեք կարծում, որ ամեն օր եւ հասարակության առանձին ներկայացուցիչ եւ պաշտոնյաներ այդ 10 պատվիրաններից առնվազն մեկը խախտում են, էլի, ուզում եմ ասել, այդ բովանդակային առումով։ Դե հիմա գիտեք ինչ կա, կարևոր չի պաշտոնյան է խախտում, թե հասարակ քաղաքացին է խախտում, եթե մենք խոսում ենք քրիստոնեական արժեքների մասին, պետք չէ ինչ որ փորձել տարբերություններ դնել կամ տարբերակել պաշտոնյա, բիզնեսմեն, ուսանող, թե այլ։ Եթե քրիստոնեական արժեքների մասին ենք խոսում։ Հասարակ քաղաքացու ուղղակի սխալ պատվիրանը չկատարելը քրիստոնեական արժեքի թերանալ չի տարածվում ամբողջ ժողովրդի վրա։ Պաշտոնյայինը տարածվում է ամբողջ։ Ու չեմ կարծում, որ պաշտոնյայում ինչ որ մի պաշտոնյա, ինչ որ մի արարք տարածվում է ամբողջ ժողովրդի վրա։ Այդպես չի լինում։ Եկեղեցին տարիներ շարունակ, դարեր շարունակ, երբ որ պետություն չենք ունեցել, իր դերը
հայապահպանությունն է եղել, պետության դերը որոշակիորեն կատարել։ Այսօր չպետք է փոփոխվի այդ դերակատարումը եկեղեցու, որովհետև կա պետություն, առավել եւս ասենք Սփյուռքի եկեղեցական կառույցների մասին է խոսքը։ Գիտեք, դա կա պետություն այլևս եւ պետք է փոխել։ Ճիշտ է, ես համաձայն եմ։ Եթե դա մենք խոսում ենք Հայաստանի մասին, ես չեմ կարծում, որ այստեղ Հայաստանում եկեղեցին կատարում է պետության դերը։ Համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Դե որքան էլ տարանջատված է եւ սահմանադրությամբ դա ամրագրված է, պարոն Սարգսյան, ամեն դեպքում Հայաստանի եկեղեցին միշտ եղել կա կա իշխանությունների ազդեցության տակ կամ կողքին, այսինքն մշտապես ոչ այդքան հասարակության, որքան իշխանությունների։ Դա էլ պետք է միգուցե փոփոխություն որոշակիորեն փոփոխվի։ Ես չեմ կարծում, որ եկեղեցին առանձնապես իշխանությունների կողքին է, եկեղեցին միշտ հասարակության հետ է։ Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքին, ուղղակի ձեր հարցի երկրորդ մասին փորձեմ պատասխանել, Մերձավոր Արևելքում համայնքային Մերձավոր Արևելքում երկրները համայնքային կառուցվածք ունեն։ Այսինքն այնտեղ, եթե մենք ասում ենք հայ համայնք, ասենք հայ առաքելական համայնք, դա պետության մոտ առանձին արձանագրված կառույց է, որի ղեկավարը համարվում է առաջնորդը, հայ կաթողիկ է համայնք, նորից առանձին կառույց է, համայնք է, որը գրանցված է պետության մոտ եւ ղեկավարը առաջնորդն է, նույնն էլ ավետարանական եկեղեցում, ու բավականին լուրջ ֆունկցիաներ են կատարում, ասենք նույնիսկ իրանք դատարաններ ունեն, ասենք քաղաքացիական հարցերի մեծ մասը կատարվում է մեր առաջնորդարաններ, ինչպես տարանջատ են դա։ Հիմա այդ երկրի կառույցն է, ասենք մենք գնանք Սիրիայի կառույցը փոխենք, Հորդանանի ներքին կառուցվածքը փոխենք, Իրաքի ներքին կառուցվածքը մենք գնանք փոխենք կամ Լիբանանի։ Լիբանանում ընդհանրապես Լիբանանում Լիբանանը համայնքային կառուցվածք ունի։ Եվ Լիբանանը ու կարծեմ մեկ էլ Կիպրոսում կա պատգամավորական մի տեղ, որը ընտրում է հայ լինելու համար։ Լիբանանը եզակի երկրներից է, որ մարդիկ պաշտոն են ստանում, նախարարի պաշտոն են ստանում հայ լինելու համար։ Պատգամավոր են դառնում հայ լինելու համար։ Մենք չենք կարող այդ երկրների ներքին կյանքին խառնվել։ Պարոն Սարգսյան, դուք որ անընդհատ շփումների մեջ եք լինում, հատկապես օրինակ նաև Մերձավոր Արևելքի երկրներում, Հայաստանի այդ անդամակցումը մաքսայնությանը ինչ հեռանկարներ են տեսնում, ասենք քննարկումներում, ինչպես են կալվում։ Մեզ համար ասում ենք դա անվտանգության խնդիր է, տնտեսական իմաստով, այլ հարթություններում ինչպես են կալվում։ Ես կարծում եմ իրանք դրական են վերաբերում Հայաստանի այդ անդամակցությանը։ Դեռևս ամենայն դեպս իմ հանդիպումների բանի ընթացքում որևէ դժգոհություն կամ բացասական բան ես Մերձավոր Արևելքից չեմ նկատել։ Պարոն Սարգսյան, Հայաստանում այսօրին թեժ քննարկում է, դարձյալ որպես պատմաբան եմ ուզում ձեզ հարց ուղղել, Միկոյանի արձանի տեղադրման հարցը Երևանում։ Տեսնում եք դուք ինքներդ էլ հասարակության լայն զանգվածների մոտ դա դժգոհություն է առաջացրել, նույնիսկ տարաձայնություններ կան Միկոյանի թորների ծորների մեջ, մի մասը ասում է, որ պետք չէ տեղկանգնեցնել հաշվի առնելով պատմական փաստերը, մի մասը ասում է, որ նա հերոս է։ Ձեր կարծիքով ինչու է տեղադրվում, ճիշտ է թե ոչ։ Իմ կարծիքով ուղղակի տեղադրելուց առաջ պետք էր քննարկման առարկա դարձնել, որոշում ընդունել նոր տեղադրել։ Իսկ նույնիսկ քննարկման առարկա դարձնելուց առաջ պետք է փորձեինք մենք գնահատական տալ Միկոյանի կերպարին, լուրջ գնահատական տալ, մեր հասարակություն լուրջ գնահատական տալ, ասենք լուրջ մասնագետներ զբաղվեին, այլ ոչ թե ինչ-որ հպանցիկ, խոսելով, մեկն ասում է Միկոյանը մեծ դիվանագետ է, մեկն ասում է լուրջ քաղաքական գործիչ է, մեկն ասում է Հայաստանը ընդհանրապես ինչ է։ Բայց արժևորված է Միկոյանի կերպարը մեր հասարակության մեջ։ Մենք գնահատականը Երևանի գլխավոր ճարտարապետը նույնիսկ ասում էր առաջին անգամ եմ լսում այդ փաստերի մասին։ Տարօրինակի, հա։ Այդ է իմ կարծիքը, որ ցանկացած մարդու արձան տեղադրելուց առաջ կամ ցանկացած մարդու կերպարը առաջ բերելուց առաջ պետք է երևի ինչ-որ լուրջ մասնագետների խումբ ստեղծվի, որոնք որ գնահատեն, գնահատական տան այդ մարդուն
Հետո նոր արդեն որոշումներ են։ Ձեր կարծիքով Եվ հիմա ինչ այդպիսի պետք է հարցերը անել։ քննարկումներից չգիտեմ իմ կարծիքով, ես հիմա չեմ կարող ասել, ուղղակի ես համոզված եմ, որ տեղադրման որոշում ընդունելուց առաջ էր պետք այդ քննարկումները, այլ ոչ թե որոշում ընդունել, հետո նոր քննարկել։ Քաղաքապետը Տարոն Մարգարյանը ասել է, որ այն հարցը չէ Միկոյանի արձանի տեղադրման հարցը, այն հարցը չի, որ հասարակության կարծիք հարցնեինք, այսինքն քննարկումներ ծավալեինք, մոռացեք ինչ եղել է արխիվ է, դա ճիշտ է։ Ես չգիտեմ Տարոն Մարգարյանը, պարոն Մարգարյանը ինչու է այդպես ասել, բայց փաստորեն ցույց է, փաստորեն ստացվում է, որ դա քննարկման նյութ է, չէ՞։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան զրույցի համար, կարծում եմ այս թեման ամենահրատապն էր, հաշվի առնելով հայ համայնքի կյանքը եւ այսօրվա վիճակը, շնորհակալ եմ կրկին։ Ես էլ եմ շնորհակալ, միշտ էլ պատրաստ եմ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։